Իլոն Մասկը մտադիր է հեռանալ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունից։ Աշխարհի ամենահարուստ մարդ Իլոն Մասկը, ինչպես հայտնում են լրատվամիջոցները, մտադիր է լքել Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության արդյունավետության դեպարտամենտը, որտեղ նա աշխատել է որպես նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական։ Այս կառույցը, որը ստեղծվել է 2025 թվականի հունվարին Թրամփի հրամանով, նպատակ ուներ օպտիմալացնել պետական ծախսերը եւ բարեփոխել կառավարական համակարգը։ Մասկի հեռանալու մասին լուրերը տարածվել են 2025 թվականի ապրիլի 2-ին նրա գործունեության շուրջ ծավալված քննարկումների ֆոնին։ ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտում Մասկը կարևոր դեր է խաղացել միլիարդավոր դոլարների չարաշահումների բացահայտման գործում։ Նա հայտարարել է, որ իր թիմը խնել է հարկատուների միջոցները, վերանայելով ծախսատար ծրագրեր, օրինակ բազմազանություն, հավասարություն եւ ներառում նախաձեռնությունների համար նախատեսված $1 միլիարդ։ Նրա ջանքերը ուղղված են եղել պետական ծախսերի արդյունավետության բարձրացմանը, թեև որոշ քննարկումներ կան խնայողությունների ծավալի վերաբերյալ։ Մասկը նաև ներգրաված է եղել կառավարական աշխատողների թվի օպտիմալացման գործում նախաձեռնության իրականացված կրճատումներով։ Մասկը նաև ներգրաված է եղել կառավարական աշխատողների թվի օպտիմալացման գործում այդ նախաձեռնությամբ իրականացված կրճատումները, որոնք ազդել են տասնյակ հազարավոր աշխատակիցների վրա, նպատակ ունեին պարզեցնել համակարգը։ Այս քայլերը որոշակի խափանումներ են առաջացրել, օրինակ Դաշնային ավիացիոն վարչությունում եւ Միացյալ Նահանգների գյուղատնտեսության դեպարտամենտում։ Մասկի հեռանալու մասին լուրերը դեռ պաշտոնապես չեն հաստատվել, սակայն կարող են կապված լինել նրա շուրջ ծավալված բանավեճերի հետ։ Նրա հեռացումը կարող է ազդել Թրամփի վարչակազմի բարեփոխումների ընթացքի վրա, որոնք մեծապես հիմնված էին Մասկի մասնակցության վրա։